Գնացեք, լսեք, լավ, կաբինետում կլսեք։ Տիկին Էլինար Վարդանյանը ԲՀԿ-ի ժամանակ շատ խոստումնալից պատգամավոր էր, թե հետո ինչ եղավ այս գործիչի հետ, տենց էլ չհասկացանք։ Լավ։ Հարգելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, նախ մի քանի արձանագրում է պետք անել։ Հայաստանի Հանրապետությունում որևիցե մեկը, որևիցե տեղ եկեղեցու հետ որևիցե խնդիր չունի։ Հավատքի հետ ոչ որևիցե խնդիր չունի եւ այս խոսակցությունը վերաբերվում է հենց այն ամենակարևոր բանի առողջացմանը, որի մասին տարիներով, տասնամյակներով բոլորը խոսել են եւ բոլորը այս խնդիրների մասին խոսել են եւ հավասարության նշան դնել եկեղեցու եւ Կտրիչ Ներսիսյանի միջև կամ քեռակնոջ միջև, դրանք անարդար բաներ են։ Եկեղեցում կան շատ ու շատ պարկեշտ մարդիկ, բայց այդ մարդիկ հիմա գերու կարգավիճակ ունեն։ Դե գործող ինչ որ մարդ կա, որը որտեղ ղեկավար է, ոնց են երեկվա միտինգներին տարբեր կազմակերպություններից մարդկանց տանում, այտենց տիպում տանում էին, այտենց էլ շատ մարդիկ ստիպված պաշտոնի կարգավիճակի բերումով գնում են եւ ներկայացնում են դա որպես եկեղեցու դեմ պայքար։ Եկեղեցու դեմ որևիցե մեկը չի պայքարում, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մեր բոլորի եկեղեցին եւ դրա մեջ կասկած չկա։